Ըստ խնդրի ABC ուղղանկյան ներսում պահանջվում է գտնել այն օկետի դիրքը, որի համար OA գումարած OB գումարած OC գումարած OD հեռավորությունը նվազագույնն է։ X-y-ը մենք x եւ y ծայրակետրով հատվածի երկարություն ենք դիտարկում, այսինքն օրինակ BC-ն մեզ մոտ B եւ C հատվածի երկարությունն է, AB-ն դա AB-ի երկարությունն է, AC-ն օրինակ ահա այս հատվածի երկարությունն է եւ այդպես շարունակ։ Այստեղ մենք ունենք հուշում, որ պետք է համեմատել AO կներեք OA իրականում տարբերություն չկա եւ OC հատվածների երկարությունների գումարի եւ AC մեծությունները իրար հետ ինչ որ ձև համեմատել։ Ինչ կարող ենք անել, դե եկեք հենց հուշումից էլ օգտվենք, նախ AC-ն իրար միացնենք ու հետո on ինչ որտեղ նշելով փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եթե on օրինակ այստեղ լինի եւ on այստեղ լինի, էական չէ, որ կողմում կլինի, նույն իրավիճակն ենք ստանալու, ուղղակի տարբեր դեպքեր պատկերենք, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի։ Ահա։ Հիմա դիտարկում ենք OA, OC եւ AC մեծությունները։ Ինչ կարող ենք նրանց վերաբերյալ ասել։ Դե նախ նկատենք, որ AOC-ն եռանկյուն է։ Նկատենք, որ AOC-ն եռանկյուն է, ուստի կա այսպիսի անհավասարություն, որը կոչվում է եռանկյան անհավասարություն, որը պնդում է, որ եռանկյան ցանկացած երկու կողմերի գումար մեծ է երրորդ կողմից։ Ուստի ըստ եռանկյան անհավասարության կունենանք, որ դե դիտարկելով AOC եռանկյունը եւ դրա AO եւ OC կողմերը կստանանք, որ AO գումարած OC-ն մեծ է AC-ից։ Շատ լավ։ Եռանկյան անհավասարությունը հետևյալն է պնդում, բայց դա այն դեպքում, երբ մենք ունենք եռանկյուն, բայց եթե on պատկաներ մեզ մոտ հետևյալ AC հատվածին, դա կնշանակեր, որ մենք հավասար իրավիճակը նույնպես կարող ենք ունենալ։ Այսինքն այս իրավիճակը մեզ մոտ եռանկյան անհավասարությունն է։ Ու կապ չունի թե on որ հատվածում է, on լինի վերևում, այստեղ մենք ունենք եռանկյուն, on լինի ահա այս կտորում, ACD կտորում, ապա կրկին ունենք նույն եռանկյուն։ Հետևաբար այս կտորը կարող ենք ուղղակի մաքրել եւ ունենալ միայն O-ի մի հատվածը։ Ստացվեց, որ AO գումարած OC-ն մեծ կամ հավասար է AC-ից եռանկյուն AOC-ից։ Շատ լավ, բայց նույն ձև մենք կարող ենք եզրակացություն անել, որ եթե արդեն դիտարկենք ոչ թե AC-ն, այլ BD-ն, ու կրկին on միացնենք D-ին եւ B-ին, նույն ձև կունենանք, որ OB գումարած OD-ն մեզ մոտ պետք է մեծ կամ հավասար լինի BD-ից։ Եկեք ավելի լավ պատկերեմ կամ վերցնենք եւ մի հատ էլ առանձին դիտարկենք։ Մյուս իրավիճակը։ Ահա։ Այստեղ էլ արդեն ինչ ունենք, որ եռանկյուն BOD-ից OB գումարած OD-ն մեծ կամ հավասար է BD-ից։ Իսկ հավասար են ահա, իսկ հավասարություն տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ մեզ մոտ տվյալ օկետը առաջինում պատկանում է AC-ին, սա մեզ մոտ պատկանել նշանն է, ցույց է տալիս, որ օկետը AC հատվածի վրա է։ Եվ օկետը պատկանում է BD հատվածին, գտնվում է BD հատվածի վրա։ Ու քանի որ
OA գումարած OB գումարած OC գումարած OD-ն մեզ մոտ հավասար է OA, եկեք որպեսզի ամեն ինչ մեր նշանակածով լինի, այստեղ AO-ի փոխարեն OA ուղղակի նշենք, ոչ մի բան չի փոխվում այստեղ, միայն տառերի դիրքն է փոխում, ուղղակի, որ բոլորը սիմետրիկ նույն ձև նշանակված լինեն, կունենանք, որ OA ուղղակի տաղերով այստեղ փոխենք գումարած OC, մյուս հատվածում էլ OB գումարած OD-ն, գիտենք, որ մեծ կամ հավասար է, և դե OA գումարած OC-ն մեծ կամ հավասար է AC-ից, և OB գումարած OD-ն մեծ կամ հավասար է BD-ից։ Հիմա արդեն հասկանանք, թե ինչ իրավիճակ է, մեզ պետք է, որ լինի նվազագույնը, ուստի նվազագույնը կլինի հավասարության դեպքում։ Նվազագույնն էլ կլինի հավասարության դեպքում։ Ահա։ Իսկ հավասարության դեպքը մեզ մոտ երբ էր, երբ O կետը պատկանում էր AC-ին և միաժամանակ պետք է O-ն պատկանի O կետը պատկանում է BD-ին։ 8 անկյունագծերի հատման կետն է։ Ահա։ Շատ լավ, ստացվեց, որ O-ն ուղղակի մեր ուղղանկյան անկյունագծերի հատման կետն է։ Եվ վերցնենք այստեղ ուղղակի պատկերենք գրաֆիկը, գծագիրը ընդհանուր, կստացվի հետևյալ իրավիճակը։ Ահա, ու սա էլ մեզ մոտ հենց O-ն է։ Այսքանով կարող ենք արդեն լուծման կտորը ավարտել, հիմա ամփոփում կատարենք։ Դե ինչ արեցինք, մեզ հուշում ունեինք, որ պետք է համեմատել OA գումարած OC և AC մեծությունները, ուղղակի ինչ-որ գրաֆիկ գծացինք, գծագիրը պատկերացինք ու սկսեցինք մտածել։ Դե եռանկյան անհավասարություն ունենք, որը պնդում է, որ եռանկյան ցանկացած երկու կողմերի գումար մեծ է երրորդ կողմից, սակայն եթե եռանկյուն ունենք, դա ակնհայտ ցույց է տալիս, որ կետը չի պատկանելու այս հատվածին, բայց եթե կետը պատկանի այս հատվածին, մենք նույնիսկ ունենանք հավասարություն։ Ուստի եռանկյան անհավասարությունը կարող ենք մենք այդպես օգտագործել ու ավելացնել հավասար է դեպքը, ուղղակի մտքում պահելով, որ հավասարը կլինի այն դեպքում, երբ O-ն կպատկանի AC-ին։ Շատ լավ, նույն ձևով OB գումարած OD-ն պետք է մեծ կամ հավասար լինի BD-ին, այսինքն հուշումը, եթե միայն AC-ի վերաբերյալ էր, հակառակը արդեն պետք է ինքնուրույն հասկանենք, որ մյուս իրավիճակը նույնպես պետք է դիտարկել, որպեսզի OB-ի և OD-ի վերաբերյալ նույնպես ներքևից կարողանանք սահման գտնել։ Սա միայն OA-ի և OC-ի համար էր մեզ սահման տալիս։ Հետո ստացանք, որ դա էլ նրանց գումարն էլ մեծ կամ հավասար է BD-ից, բայց հավասարությունը երբ տեղի ունի։ Դա հավասարությունը տեղի ուներ միայն O-ի AC-ին և BD-ին պատկանելու դեպքում, ու քանի որ այստեղ այս ընդհանուր գումարը այսպես կարելի էր խմբավորել կտորներով, ու այնուհետև ասել, որ յուրաքանչյուր կտորը համապատասխանաբար մեծ է AC-ից, մեծ կամ հավասար է և մեծ կամ հավասար է BD-ից, ու նվազագույնն էլ կլինի միայն հավասարության դեպքում, սրանից ավելի փոքր չի կարող լինել, ու հիշելով, որ հավասարությունը կլինի միայն պատկանելու դեպքում այդ երկու հատվածներին, ստանում ենք, որ O-ն հենց անկյունագծերի հատման կետն է տվյալ ուղղանկյան։ Արդեն այսքանով էլ կարող ենք պատկերել նույնիսկ O-ն որտեղ է գտնվում և նշեցինք, թե O-ի որ դիրքի դեպքում այդ գումարը կունենա նվազագույն արժեքը, այսինքն այդ հեռավորությունը կլինի նվազագույնը։ Այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։